Պարոն Մինասյան, հիմա այդ մասով ուզում ենք իմանալ լինելու է արդյոք էժանացում թե ոչ, նա նշում է, որ 10 դրամով է մեծ հաշվով էժանացում նախատեսվում է DTV-ից հետո, սակայն պետք է ավելին լինի, քանի որ մենք ԵՏՄ գոտում ենք։ Ես տեղեկություն չունեմ, թե որքանով է իջնելու կամ առհասարակ ինչ առաջարկ է լինելու։ Ես չեմ կարող Ռուսաստանի վարչապետի փոխարեն հիմա բաներ ասել։ Առավել ևս, երբ որ բանակցությունները տեղի չեն ունեցել, ինչպես կարող եմ դրա վերաբերյալ ինչ-որ կոնկրետ բան ասել։ Իսկ եթե պարոն Բագրատյանին հայտնի է այդ ամենի մասին, կուզենայի, որ հրապարակեր դրա մասին շատ ավելի կոնկրետ ինֆորմացիոն աղբյուրներ։ Պարոն Մինասյան, առաջիկայում դուք հնարավորություն տեսնում եք իջնելու այդ բենզինի և գազի գների։ Բազմից փորձաձայնվեց ասված։ Ուրեմն հնարավորություն միշտ կա։ Իրատեսական է թե ոչ, սրան պետք է պատասխանել, ամենայն դեպս կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, նաև նախագահն է իր խոսքում ասում, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հիմնարար ապրանքատեսակների մասով գոնե կարողանանք որոշակի նվազեցում ապահովել, որ ինքնարժեքը հայկական ապրանքների եւ ծառայությունների մատուցման էականորեն նվազեցվի եւ ինքը ավելի մրցակցային դառնա։ Զուգահեռաբար խոսքը չպետք է գնա միայն այդ հիմնարար ապրանքների գների էժանացման մասին, իհարկե դա կարևորագույն հարցն է, բայց նաև շատ ավելի կարևոր է տեխնոլոգիական նորարարությունները երկրում, որպեսզի արտադրողականություն բարձրանա։ Հասկանում եք, մենք մեր երկրում այսօր արտադրողականության խնդրեմ ունենք։ Մեկ միավոր անձի աշխատողի հաշվին չափազանց մեծ ծախս է բաժին ընկնում։ Դա չի կարող մրցակցային առավելություն ապահովել մեզ։ Այսինքն տեխնոլոգիական, նորարարական լուծումները պետք է լինեն տնտեսության շարժիչ ուժը։ Այս ուղղությամբ 3 հիմնական երկարաժամկետ առումով տնտեսական աճին նպաստող գործոններ կան։ Տեխնոլոգիաներ, կապիտալ եւ աշխատուժ, մասնագիտացված աշխատուժ։ Այս ուղղությամբ է, որ մենք պետք է հիմնարար առաջարկներով փոփոխենք վիճակը։ Դա վերաբերում է տնտեսության եւ էկոնոմիկայի հիմնարար ուղղություններին։ Տարիներ շարունակ խոսում է գիտելիքային տնտեսության մասին, ինչքանով են գիտելիքահեն։ Դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ ինչ-որ չափ, տոկոս։ Չէ, այդպես իհարկե կա ընթացք, կա ապահովում այդ ուղղությամբ, բայց խոսել, որ մենք ասել ենք այն մաքսիմալ կետին կամ կրիտիկական կետին, որ Հայաստանի տնտեսությունը արդեն ավտոմատ կզարգանա այդ ուղղությամբ, առնվազն միամտություն կլինի դա ասել, որովհետև մենք գիտելիքահենք որ ասում ենք, նկատի չունենք միայն մեկ ոլորտ, ասենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, որը ակնհայտորեն առաջ է գնացել եւ ակնհայտորեն ինքը տարածաշրջանային Հայաստանին մրցակցային հսկայական առավելություն է տալիս։ Բայց մենք նաեւ պետք է խոսենք տեխնոլոգիական մյուս ուղղությունների մասին, ինովացիոն նախաձեռնությունների եւ դրա հենքի վրա գիտական նորարարությունների մասին, որը կապահովի մի կողմից նկատի առնելով Հայաստանի շրջափակված վիճակը ավելի լոգիստիկ առումով հեշտ իրացվելի, տեղափոխվող, բայց նաև բարձր արժեք ունեցող ապրանքների ստեղծում։ Պարոն Մինասյան, ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է տվյալներ Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված, կազմում է այս պահեդությամբ 5 միլիարդ 120 միլիոն դրամ եւ ընդամենը վերջին 2 ամսվա ընթացքում աճել է 34 միլիոն դոլարով, ինչպես նաև մեկ այլ տվյալ էլ հավաքագրված հարկերի հետ կապված է հրապարակել եւ համեմատություն անցկացրել վերջին այս տարվա առաջին 2 ամիսներին 2%-ով կամ 3 միլիարդ դրամով ավելի քիչ հարկ է հավաքվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այս թվերը մտահոգիչ չեն արդյոք եւ երբ որ համադրում եք իրար, ինչ եզրակացության եք տալիս։ Նախ ես հարցի արդեն ձևակերպումից զգում եմ, որ դուք ուզում եք անպայման բացասական բաներ հնչեն։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում, դուք փորձեք նաև մտահոգությունը զուգակցել դրական ինչ-որ զարգացումների հետ։ Ինչու եմ սա ասում։ Որովհետև երբ դուք հրապարակում եք թվեր, հիմնվելով վիճակագրության ծառայության վրա 5 միլիարդն անցավ, 34 միլիոնը հիմա է արդեն ձևավորվել։ Հարցադրումը դրեք հետևյալով եւ որպեսզի կարողանաք նաեւ ինձ եւ մյուսներից ակնկալեք պատասխան եւ պարտավորություն։ Իսկ ինչպես են ծախսվում դրանք։ Այստեղ մենք խնդիր ունենք, արդյունավետության բարձրացման խնդիր ունենք։ Եվ կարծում եմ միայն պետական զուտ պարտքով չպետք է առաջնորդվել, համախառն պարտքն էլ պետք է դիտարկել։ Մենք այստեղ կապիտալի շուկաների զարգացման խնդիր ունենք,
պարտքը բաժնեմասի փոխարինելու մեխանիզմների զարգացման խնդիր պետք է դնենք մենք, որպեսզի բեռը չլինի տնտեսության վրա շատ, արդյունավետությունը կամ հետադարձ արդյունքներ քիչ։ Այդ տեսակետից իհարկե մտահոգություններ միշտ կան, սակայն կարևոր է քննարկել, թե ինչ մեխանիզմներ պետք է գործադրել։ Այդ դրա համար ես երբ որ ծրագրային որպես էկոնոմիկայի նախարար հանդես կգամ, նաև այդ ուղղություններով կանդրադառնամ մանրամասն։